Ladies and gentlemen, welcome to the event of the evening. In the red corner, we have the football analyst with sharp insights and expert analysis, Edward Kalantarian. And in the blue corner, please welcome the brilliant and passionate football expert, Armen Karamyan. Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում գրանցած արդյունքը նշանակում է արդյոք, որ Հայաստանը Եվրոպայի ամենաթույլ հավաքականների շարքում է։ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դաժան ու անփառունակ պարտությամբ ավարտեց ելույթները 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Մենք պարտվեցինք 1-9 հաշվով Պորտուգալիային դրսում եւ անցկացրած 6 խաղում կրեցինք 5 պարտություն ու միայն 1 հաղթանակ տարանք։ Տանը հաղթեցինք Իռլանդիային։ Իհարկե պատկերը լավը չէ առնվազն եւ կան խոսակցություններ, որ մեր ֆուտբոլային մակարդակը իջել եւ հավասարվել է ֆուտբոլային առումով գաճաճ պետությունների խաղամակարդակին։ Սան Մարինո, Ջիբրալթար, Լիխտենշտայն, Մալթա, իհարկե շատերը կարող են այդպես կարծել եւ թվերի առումով միգուցե կարողանան ապացույցներ ներկայացնել։ Ասում են, որ ժամանակակից ֆուտբոլում հավաքականները շատ են մոտեցել իրար, բայց ես այդ կարծիքը գոնե Հայաստանի հավաքականի պարագայում չունեմ նաեւ այն կարծիքը, որ մենք այդքան իջել ենք, որովհետեւ այդ նույն հավաքականները չեն կարող հաղթել Իռլանդիային, կարող են գոնե ոչ ոքի խաղալ, բայց խաղով չեն կարող հաղթել Հունգարիայի, չեն կարող հավասար ֆուտբոլ խաղալ թե տանը եւ թե դրսում եւ այդ տեսանկյունից ես այդ մտքի հետ համաձայն չեմ։ Ողջույն Էդվարդ։ Ողջույն Արմեն, դու նշեցիր, որ թվերով կարող են դա ապացուցել, իսկ ուրիշ ինչ տարբերակ ապացուցել խաղով, իսկ դու դիտում ես Մալթայի, Լիխտենշտայնի բոլոր խաղերը։ Ես նայում եմ վիճակագրությունը, շատ լավ խաղում, բայց միշտ պարտվում։ Ոչ, ես նայում եմ վիճակագրությունը, նայել եմ վիճակագրության պատկերացում ամբողջական բավականին լուրջ պատկերացում հնարավոր է կազմել, եթե տեսնում ես թիմը գնդակին չի տիրել, վտանգավոր պահեր չի ստեղծել, ակնհայտ գոլային պահեր չունի, ստանդարտներ քիչ է վաստակել մրցակցի դարպասում, դա հասկանում ես, որ այդ թիմը ուղղակի ամբողջ խաղի ընթացքում փորձել է պաշտպանվել։ Մենք էլ ընտրական այս մրցաշարում մի քանի հանդիպում ունեցանք, որտեղ վիճակագրություն ոչինչ չէր ասում մեր օգտին։ Օրինակ ո՞ր խաղ։ Դե օրինակ Պորտուգալիայի խաղերը առաջարկում Իռլանդիայի հետ դրսի խաղը, օրինակ Հունգարիայի հետ տնային խաղը։ Իռլանդիայի հետ դրսի խաղի առաջին խաղարկեսի վիճակագրությունը հավասարություն է պարզապես։ Գոլային պահերի գրեթե ամբողջական բացակայություն։ Եւ մեր եւ մրցակցի մոտ դա նշանակում է, որ մենք լավ ենք պաշտպանվել։ Խոսքը գնում է Իռլանդիայի մասին, մեր մրցակցի, որը հետագայում ցույց տվեց ինչերի է ընդունակ։ Այո, այն Իռլանդիայի մասին ենք խոսում, որին մենք տանը հաղթեցինք։ Դե շատերն են կողմ Մալթայի հավաքականն էլ մեզ է հաղթել։ Լիխտենշտայնի հավաքականը։ Դե եղել է Ջիբրալթարի հավաքականը մեզ հաղթել է։ Այսինքն մեկ արդյունքով երբեմն չես կարող պատկերացում կազմել, թե այդ պահին այդ հավաքականները որքանով են խաղամակարդակով իմաստ։ Ես առաջարկում եմ թվերը իհարկե շատ համոզիչ կարող են լինել, բայց միայն թվերի վրա չկենտրոնանալ, որովհետև վիճակագրությունն էլ դնենք մի կողմ։ Ֆուտբոլիստերի անուններ, որակ, այդ ամենը երբ համադրում ես, հասկանում ես, որ մրցակցից առնվազն 2 անգամ ավելի ուժեղ է։ Իսկ Եվրոպայում են հայ ֆուտբոլիստերից ճանաչում։ Բացի 2-3 հոգուց ում են ճանաչում։ Ում են ճանաչում։ 2-3 ֆուտբոլիստը քիչ բան է ստեղծում հավաքականում։ Իսկ այդ գաճաճ այդ 2-3-ն էլ այսպես հարաբերական Էդուարդ Սպերցյանը քանի հանդես է գալիս Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, Եվրոպայում շատ մեծ ճանաչում չունի։ Այսինքն հայ ֆուտբոլիստի անուն Եվրոպայում ասես կասեն Մխիթարյան։ Մալթայի, Լիխտենշտայնի, Ջիբրալթարի, Սան Մարինոյի հավաքականներում Ռուսաստանի մակարդակի ֆուտբոլիստ չկա։ Ինչու՞ չկա։ Դե հենց այդպես։ Լիխտենշտայնի հավաքականի շատ ֆուտբոլիստեր խաղում են գերմանական ակումբներում, խաղում են շվեյցարական ռեգիոնալ լիգայում։ Բնականաբար ոչ Բունդեսլիգայում, բայց բավականին ամուր մենք էլ ունենք ռեգիոնալ լիգայից խաղացող ունենք։ Այո, բայց մենք չենք ասում, որ մեր ամենաուժեղ ֆուտբոլիստն է։ Մենք ասում ենք Արցակվը, որը չի խաղում։ Նա մեր լեգիոնականներից էր, որը երբ խաղում էր հավաքականում, համարվում էր տեղացի ֆուտբոլիստերից ավելի ուժեղ, դրա համար հրավիրվում էր։ Ես դու մեկ ֆուտբոլիստի մասին ես խոսում, ես խոսում եմ։ Հիմա ինչ ասում ես, ես դրան եմ պատասխանում։ Այո, բայց մենք եթե օրինակ վերցնում ենք ակումբային մակարդակով համեմատությունները, վստահ է, համամիտ չէ, որ մենք ուժեղ ենք այդ բոլորից ոչ։ Օրինակ Լինկոլն Ռեդիմսի մասին ես խոսել եւ ասես ակումբների մասին։ Այո, այո։ Ակումբային ֆուտբոլը երբ համեմատենք։
Եթե ակումբային համեմատում ենք, մենք պարտվում ենք երբեմն նման ակումբների եւս։ Վերջին տարիներին ես խաղով չեմ հիշում, որ ինչ-որ մի երբեք չենք պարտվել խաղով մենք գաճաճ հավաքականի։ Ես չեմ տեսնում այդ սահմանաչափը, որ կարող ես որոշել, այ խաղով մենք ավելի լավն էինք, թե հետո ինչ որ կարելի է խաղով լինել ավելի լավը, բայց անընդհատ պարտվել, հետո դա մեզ ձեռնտու է։ Չէ, ես չեմ խոսում ինչն է մեզ ձեռք տալիս, ինչը ոչ, ես խոսում եմ նրա մասին, որ մենք ուժեղ ենք, մենք չենք իջել հասել այդ մակարդակի։ Ես կասեմ, որ միջինի եւ այդ թույլ հավաքականների մեջտեղում ենք, ոչ միջին կարգի հավաքական ենք, նոր մակարդակ ես հիմա մտածում մեզ համար, բայց դե որովհետեւ թույլ այդքան թույլ էլ չենք։ Հիմա կարող ես ասել մեկինը պարտվել ենք, չգիտեմ, այլ գաճաճ հավաքական կարողացել է ոչ ոքի խաղալ կամ չգիտեմ, ավելի համեստ հաշվով պարտվել թոփ հավաքականի, բայց դա իրականում չափանիշ չէ, 1-9-ի մակարդակ չէ կարծում Հայաստանի ու Պորտուգալիայի միջև։ Ներողություն, այդ գաճաճ մականունը ունեին նաև Լյուքսեմբուրգը եւ Ֆարերյան կղզիները։ Այսօր նրանք մեզանից թույլ չեն։ Մեզանից թույլ չեն, այո, համաձայն եմ։ Առնվազն այս պահին թույլ չեն։ Ֆարերյան կղզիները հիմա նույնիսկ կասեի ուժեղ է։ Վերջին տարիների նրանց ելույթը ակնհայտորեն ցույց է տալիս, որ նրանք աճել են, համաձայն են, բայց այն երկրները, որոնց մասին ես խոսում եմ, նրանք ոչ միայն չեն աճել, նաև միգուցե հետ են գնացել, մնացել են նույն մակարդակի վրա, բայց կրկնում եմ, մենք այդքան չենք իջել, որովհետեւ անհատական ժամանակակից ֆուտբոլում շատ քչերն են կամ գրեթե չեն պարտվում 1-9 հաշվով։ Սան Մարինոն է նման հաշիվներ երբեմն գրանց։ Մենք երբ պարտվեցինք, մյուսները չեն պարտվում արդեն այդպիսի հաշվով։ Մենք շարունակում ենք դա անել։ Ես դրա մասն էի խոսում իմ բացման խոսքում, որ շատ են խոսում, չէ՞ որ հավաքականները մոտեցել են իրար։ Եվ ասացի, որ առնվազն Հայաստանի հավաքականի մասով ես համաձայն չեմ։ Մենք շատ տրամադրության հավաքական կարծես լինենք։ Ստացվեց Իռլանդիայի հետ գնաց խաղը, հաղթեցինք։ Հունգարիայի գրեթե ստացվել է։ Դրանով պարծեմ ենք այդ Իռլանդիան տեսնում ես ինչ է անում։ Պորտուգալիային հաղթում է, հետո Հունգարիային դրսում հաղթում է։ Դանիային չգիտեմ դրսում հաղթել 4-0 հաշվով, բայց այդ ժամանակ էլ այնպես չի որ ասում ենք։ Հավաքական էր։ Մենք այն ժամանակ ես չէի ասի, որ մենք այս Ես աստիճանաբար գալիս եմ, մենք Իտալիա ենք պարտվել 1-9 հաշվով, բայց այդ Հայաստանն ու այդ Իտալիան այդքան հեռու չէին իրարից։ Հայաստանը մենք պարտվել ենք Նորվեգիային 0-9, բայց այդքան հեռու չենք մենք Նորվեգիայից։ Չգիտեմ, քանդվելու միտում կա, տրամադրության խնդիր կա, հոգեբանական շատ դուրս խնդիր կա։ Ինչու է անդադ մեզ հետ դա լինում։ Դա էլ է չէ խոսում թուլության մասին։ Հոգեբանորեն հոգեբանական թուլություն կարող է լինել։ Մենք խոսում ենք ֆուտբոլային հնարավորությունների մասին։ Իհարկե հոգեբանությունն էլ է ֆուտբոլի մի մասը, բայց ֆուտբոլիստերի որակով ցուցադրած խաղից հետո հենց դա շեշտեց, որ հոգեբանորեն պատրաստ չեն մեր ֆուտբոլիստները, իսկ ներողություն երբ են լինելու պատրաստ։ Այդպիսի հավաքականների հետ խաղալ կանցնի 5 տարի եւս մեկ խոշորաշով պարտություն, մենք դեռ պատրաստ չենք։ Լավ, բայց երբ կլինենք պատրաստ։ Մենք չենք խոսում ախր երբ կլինենք պատրաստ Պորտուգալիայի ու Իսպանիայի կամ Գերմանիայի հետ խաղալու։ Այո, խոսում ենք շատ հեռու ենք այդ հավաքականներից, բայց ոչ ես կարծում եմ շատ մոտ ենք։ Մենք այդ գաճաճ կոչված հավաքականների մասն ենք խոսում, ուժեղներից շատ հեռու ենք, այո։ Գաճաճներին մոտենում ենք, բայց չեմ կարծում, որ նույն մակարդակ է։ Լավ, լսենք մեր փորձագետին։ Պետք է այսօր ընդունենք, որ մենք հասել ենք հատակին եւ մտածենք, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել այդ հատակից բարձրանալու համար։ Այո, այսօր Հայաստանի հավաքականը իզորու է պարտվել ցանկացած հավաքականի եւ երբ որ ասում են գաճաճ հավաքական, այսօր շատերը նկատի ունեն հենց Հայաստանը, որովհետեւ վերջին խաղերը վկայում են ավելի շատ դրա մասին, քան թե հակառակը։ Մեկին հաշվով պարտությունից հետո կարող է արդյոք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան զոհաբերել գլխավոր մարզչին, ինչպես եղավ Աբրահամ Խաշմանյանի պարագայում։ 2019 թվականի նոյեմբերի 18-ին Հայաստանի ազգային հավաքականը եւս մեկ պարտություն կրեց 1-9 հաշվով, այդ ժամանակ Իտալիայի հավաքականից, հիմա պատմությունը կրկնվեց։ Եթե հիշում եք, այն ժամանակ ֆուտբոլի ֆեդերացիան Չակերտներում զոհաբերեց գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին, որը շատ կարճ մնաց հավաքականի ղեկին եւ այդ պարտությունից հետո հեռացավ։ Հիմա իրավիճակը կարող է կրկնվել, ես այս մասին խոսում եի դեռևս մինչև Երեշե Մելիքյանի նշանակումը եւ ինչ որ նորից Չակերտներում հարմար պահի կարող են ամեն ինչ բարթել մարզչի վրա եւ ասել որ նա չի համապատասխանում Հայաստանի հավաքականի մակարդակին։ Շատ հանգիստ ենթադրում եմ, թույլ եմ տալիս այսպիսի տարբերակ, որ հիմա նման բան կարող է լինել եւ Երեշե Մելիքյանին համարեն այս պարտության գլխավոր մեղավորը եւ
հեռացնեն հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Իրականում Մելիքյանը դա գիտակցում էր, երբ գալիս էր թիմը ղեկավարելու, բայց ինչ կլինի կտեսնենք մոտ ապագայում, որովհետև հավաքականի հաջորդ պաշտոնական խաղին գրեթե 1 տարի պետք է սպասենք։ Գրեթե ոչինչ հետ համաձայն չեմ։ Միայն համաձայն եմ, որ Եղիշե Մելիքյանը գիտակցում էր, պարտվել ենք մեկիննա Իտալիա։ Դա փաստ է, այո, համաձայն եմ։ Համաձայն եմ, որ Եղիշե Մելիքյանը գիտակցում էր, որ նման բան հնարավոր է, բայց եթե համեմատում ենք Աբրահամ Խաշմանյանի դեպքը այլ էր այնքանով, որ Աբրահամ Խաշմանյանին չէին ցանկանում նաև ֆուտբոլիստները տեսնել ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Աբրահամ Խաշմանյանը հետխաղային ասուլիսում ասաց. «Ես պատրաստ եմ հենց հիմա ամեն ինչ ավարտել»։ Աբրահամ Խաշմանյանը հետո հանդիպել էր ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ եւ ասել էր, որ շատ ֆուտբոլիստներից պետք է հրաժարվենք, եթե ուզում ենք ինչ-որ բանի հասնել եւ նոր թիմ կառուցել։ Ֆեդերացիան չէր համաձայնել եւ նրանք որոշել էին, որ պետք է դադարեցնել համագործակցությունը։ Այն ժամանակ ամեն ինչ նոր էր եւ ֆուտբոլի ֆեդերացիան կարող էր զոհաբերել մարզչին եւ ֆուտբոլային հանրությունը դա կընդուներ, հիմա չի ընդունի։ Հիմա հիմա Եղիշե Մելիքյանը կարող է նման պայման դնել ֆուտբոլի ֆեդերացիայի առջև, բայց այդ մասին մենք հաջորդ ռաունդում կխոսենք, դա արդեն այլ թեմա։ Ֆուտբոլիստներ, որքան այն ժամանակ են, երբ ցանկանում էր մարզչը հանել հավաքականից, բայց հիմա եթե նույնիսկ որոշի ֆեդերացիան զոհաբերել մարզչին, ֆուտբոլային հանրությունը ոչ միայն չի ընդունի, այլ նաև շատ ֆուտբոլային հանրությունը ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը չի ընդունում շատ վաղուց, ինչ-որ բան այն ժամանակ չկար այդպիսի խնդիր։ Ինչ խնդիր, այսինքն մենք այն ժամանակ չենք էլ պարտվել մեկին հաշվով։ Իտալիայի մասին է խոսքը։ Հա, ես նկատի ունեմ, երբ որ հանրությունը դժգոհում էր ֆուտբոլի ֆեդերացիայի։ Ես Իտալիայի մասին եմ խոսում։ Այն ժամանակ ինչ-որ քաոսային կարելի ասել, անցումային վիճակ էր։ Ասացին մարզիչն է մեղավոր, չգիտեմ, մարզիչն էլ է մեղավոր կամ ու իսկ ինչ մեղավորություն ուներ այնտեղ մարզիչը, որը նոր էր ստանձնել ղեկը, դեռ չէր հասցրել թիմին ճանաչել եւ միանգամից Իտալիայի հետ հանդիպում, այն էլ ոչինչ չորոշող հանդիպում եւ լինում է այդպիսի խաղ, քանդված թիմով գնում է եւ պարտվում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայից ներկայացուցիչ չի գնում թիմի հետ, այսինքն ամեն ինչ կարելի է գտնել, որ ֆեդերացիան էլ էր մեղավոր, չէ՞ ոչ միայն մարզիչները։ Այո, համաձայն եմ։ Բայց ինչու զոհաբերեցին մարզչին։ Որովհետև այն ժամանակ ֆուտբոլային հանրությունը այո ներկայացնել, որ մենք անում ենք հիմա ոչ մի կերպ չեն ընդունի, այսինքն այս տարիների հանրությունը կկանգնի Մելիքյանի կողքին, ես ուրախ կլինեմ, որ կանգնի հանրությունը նրա կողքին, որովհետև ես էլ հիմա ամբողջ մեղքը չեմ բարթում Եղիշե Մելիքյանի վրա, որովհետև այո հիմա ես կարծում եմ իրավիճակը այնպեսին է, որ մեր հավաքականը այս մակարդակի է եւ կարող է Պորտուգալիային պարտվել մեկին։ Բայց դա ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից եթե նման բան լինի, շատ սխալ քայլ կլինի եւ նրանք միանշանակ գիտակցում են, որ իսկ ես չեմ ասում, որ ճիշտ քայլ կլինի, ես ուղղակի ասում եմ դա կարող է լինել։ Միանշանակ նրանք գիտակցում են, որ Եղիշե Մելիքյանին զոհաբերել հնարավոր չէ, պետք չէ, որովհետեւ մարդիկ 90%-ը լավ հավատում է այս մարզչին, 90%-ը մեղադրում է ֆուտբոլի ֆեդերացիային, երբ կարդում ես մեկնաբանությունները եւ գրառումները, եւ այդքանից հետո ասել մարզիչն է մեղավոր ու մենք տեսեք նրան հեռացնում ենք, մենք փորձելու ենք այլ ճանապարհով գնալ, դա աբսուրդի ժանրից է։ Ես ամեն ինչ հասկանում եմ, ճիշտ ես ասում, բայց գոյություն ունեն մեխանիզմներ, որոնք կիրառում են տարբեր երկրների ֆուտբոլի ֆեդերացիաները ծանր իրավիճակում, այսինքն մեկին հաշվով պարտությունից հետո համաձայն ես, չէ՞ որ պետք է ինչ-որ բան հանրությանը բացատրել, արդարանալ։ Իհարկե։ Ես շատ եմ ասել, նորից կասեմ, հավաքականի ելույթը գլխավոր ցուցիչը չպետք է լինի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքի, բայց դա այդպես է։ Բայց դա այդպես է։ Հիմա պարտվել ենք մեկին հաշվով եւ ֆուտբոլի ֆեդերացիան ինչ-որ պատասխան պետք է տա։ Իսկ մեխանիզմներից մեկը բարթելն է մարզչի վրա, որ դե տեսա։ Դա կարծում եմ ամենավերջին եկավ, ընտրական մրցաշարում 6 խաղ անցկացրեց, 5-ում պարտվեց, այն էլ մեկը մեկին հաշվով, ինչ եք ուզում, չհամապատասխանեց հեռացրի։ Հիմա այդ հունիսին Չէ, մարտին, երբ Վրաստանի հավաքականի հետ էին խաղում, Ջոն Վանցխիպը, Վարազդա Թարոյանը եւ Արմեն Մելիքբեկյանը հանդես եկան հայտարարությամբ, որ իրենց ներկայության պարագայում այլևս նման բան չի լինի։ Այո։ Շատ նաև Վարազդա Թարոյանը, որը հիմա հավաքականում չէ, որպես ավակ այն ժամանակ ինքն էլ ասաց, որ այլևս դաշտում այսպիսի բան չեք տեսնի։ Լավ, Հարոյանը հիմա հավաքական չէ, ես Վանցխիպն էլ հավաքական չէ, ընդհանրապես ես կարծում Հարոյանը դաշտում լիներ, կարող էր մի քանի հոգու վրա այնպես բղավել, որ ավելի լավ շարժվեին կամ միգուցե Պաշտպանության այդ լիդերի բացակայությունը համաձայն եմ զգացվում։ Իսկ ինչ վերաբերում է ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին, այո, նա խոստացավ, որ նման պատկեր այլևս չեք տեսնի, խոստանում եմ։ Մենք տեսանք ավելի վատ պատկեր։ Այո, մարզիչը փոխվեց նույնիսկ այս ընթացքում ու այդ քայլը հնարավոր քայլ է, կարծում եմ ամենավերջին տեղում է, երբ փրփուրներից է սկսվում, չնայած հիմա կարծում եմ մոտավորապես այն ժամանակ կիրառեցին հենց դա, չէ՞, մարզչին փոխեցին։ Իսկ այդ ժամանակ շատ ճիշտ քայլ էր մարզչին փոխելը։ Իսկ հիմա ինչ ունեն ուրիշ անելու։
Ես չգիտեմ ինչ ունեն անելու, բայց կամ իրենք պետք է հրաժարական տան, կամ մարջին փոխեն։ Համաձայն եմ, չգիտեմ իրականում ինչ կարող են անել, բայց դա նույնիսկ ցուցակից դուրս է կարծում եմ։ Երբ հավաքական ֆուտբոլիստերն հրավիրվում եւ մի քանիսը դուրս են մնում, չգիտեմ, long list-ից մի քանիսը դուրս են, այդպիսի մի բան է մարշին հեռացնելը, կարծում եմ չեն քննարկում, նույնիսկ չեն էլ մտածում այդ մասին, որովհետեւ դա իրենց դեմ կպտտվի, այսինքն մարզիչ, որը լավ արդյունքների ասել իր գլխավորած թիմերում կարողացել է հավաքականում ինչ որ բան փոխել ամեն դեպքում։ Նորից ես կողմ եմ, որ մնա Եղիշե Մելիքյան։ Ես ընդհանրապես չեմ խոսում նրա հեռանալու կարևորության, բայց ասում եմ, որ նման բան նրանք չեն կարող անել։ Դա, չգիտեմ, շատ սխալ քայլ կլինի, անմտածված քայլ կլինի։ Համաձայն եմ, որ սխալ կլինի, բայց ես միևնույն է կարծում եմ, որ կարող են նման բան անել, որովհետև մյուս տարբերակը ուղղակի իրենց հեռանալն է։ Իսկ քանի որ իրանք չեն հեռանա այս իրավիճակում, ես գտնում եմ, որ մարջին կարող են զոհաբերել։ Մելիքյանը ուրիշ ինչ լուծում պետք է տա։ Վերջ անցանք գնացինք, պարտվեցինք մեկինը, ոչինչ։ Հոգեբանորեն տղաները դեռ պատրաստ չեն, հաջորդ ընտրական փուլում կլինեն պատրաստ, հա։ Ինչ է փոխվելու։ Չէ, կարծում եմ նման հավաքականների հետ մենք չենք կարող առաջիկա տարիների ընթացքում մրցակցել, մոտ լինել, դա չի քննարկվում, բայց միջին մենք Իռլանդիային հաղթում ենք, Իռլանդիան թվում է մեզ հետ խաղերում առանձնապես ոչինչ ցույց չի տալիս, բայց ինքը գնում է հրաշքներ է գործում, հետո ֆավորիտների հետ եւ երկրորդ տեղով դուրս է գալիս։ Ինչու նրանք կարող են հոգեբանորեն, այն էլ ապացուցեցին Բուդապեշտում, որ ոչ միայն տանն են այդպես։ Իռլանդիան, Հունգարիան ֆուտբոլային երկրներ են, մենք ֆուտբոլային երկիր չենք։ Շնորհակալություն, լսենք մեր փորձագետին։ Իրենք տրամադրել են կարտ բլանշ այս մարզիչին, խոստացել են, որ մինչև ազգերի լիգայի ավարտը ինքն է ղեկավարելու հավաքականը, առավել ևս, որ չունեն նաև այնպիսի տեխնացու, որը կարող է որոշակի փոփոխություններ այսօր կատարել, քանի որ ֆուտբոլիստների ընտրությունը բավականին սահմանափակ է եւ չեմ պատկերացնում, ասենք, եթե նոր մարզիչ կա, որտեղից է նոր խաղացողներ բերելու, որ կարողանան իրենք իրավիճակը փոխել։ Այստեղ պետք է զոհաբերել ֆուտբոլի ֆեդերացիային, այլ ոչ թե մարզիչներին, որովհետև վերջին ժամանակների ամբողջ ընթացքը ցույց է տալիս, որ կապ չունի մարզչական փոփոխությունները, այլ նշանակություն ունի այն կոնցեպցիան, թե ինչպես է Հայաստանում ֆուտբոլը զարգանում եւ զարգանում է արդյոք ընդհանրապես։ Երբ որ նայում ես երիտասարդական հավաքականի, հասկանում ես, որ առաջիկա տարիներին եւս մեզ առանձնապես ոգևորվելու բան չկա, տեղ չկա։ Իրավիճակը շտկելու համար արժե արդյոք հրաժարվել դրսից խաղացողներ հրավիրելու քաղաքականությունից եւ ամբողջ ռեսուրսը օգտագործել տեղացի խաղացողներին ուժեղացնելու համար։ Այս ռաունդի մեր թեման հետևյալն է. արժե արդյոք հրաժարվել արտերկրում խաղացող եւ արտերկրում ֆուտբոլային կրթություն ստացած ֆուտբոլիստներից եւ շեշտը դնել տեղացի կադրերի վրա։ Ես կարծում եմ, որ մենք ոչ միայն այս պահին պատրաստ չենք, այլ նաեւ առաջիկա տարիների ընթացքում պատրաստ չենք լինելու խաղալ տեղացի կադրերով։ Եթե այդպես վարվենք, դա կնշանակի սպասեք մոտավորապես 10 տարի եւ չգիտենք 10 տարի հետո ինչ կլինի։ Մենք ինչ ուղղությամբ կգնանք այդ տարիների ընթացքում, ով կլինի ֆեդերացիայի նախագահը, ինչ ծրագիր կբերի եւ մենք մեր ֆուտբոլիստները ինչ զարգացում կապրեն ու արդյոք մենք պատրաստ կլինենք թեկուզ 10 տարի սպասելուց հետո ինչ որ մակարդակի ֆուտբոլ ցուցադրել ու պայքարել միջինից բարձր թոփ հավաքականների հետ։ Դա միանշանակ չէ, այնպես որ այդ ամենը պետք է շատ համահունչ լինի եւ դրսի որակյալ ֆուտբոլիստերին բերելով, համադրելով տեղի լավ ֆուտբոլիստների հետ փորձենք հասնել ինչ որ արդյունքի։ Ընդհանուր առմամբ համաձայն եմ քեզ հետ, շատ դժվար կլինի այս պահին առանց դրսի տղաների, բայց տարբերակներից մեկը հարցը լուծելու, այո, հրաժարվել մոտ 10 տարի արդյունքներից եւ փորձել աճեցնել Հայաստանում այն ֆուտբոլիստներին, որոնք կարող են ուժեղ ազգային հավաքական։ Հիմա էլ չի ստացվում, ինչ տարբերություն։ Հիմա փորձում։ Որ գալիս են ինչ-որ բան ստացվում է։ Միանշանակ այս քաղաքականությունն է, մենք բերում ենք մեր հսկայական Սփյուռքից, իհարկե մի կողմից մեղքել կլինի չօգտագործել այդ հսկայական Սփյուռք ամբողջ աշխարհում եւ ուժեղ տղաներին այնտեղից չկան։ Բայց ամբողջ աշխարհում չէ այդպես։ Բայց գալիս են եւ ինչ որ ես չեմ տեսնում, որ նրանք բան են փոխում շատ։ Այո, համաձայն եմ նրանք տեղացիներից որոշ չափով ուժեղ են այս պայդրությամբ։ Հիշում ես Հայաստանի առաջնության
մասին եթե խոսենք, կհիշես, երբ բերում էին լեգիոներներ, ասում էին մարզիչները, ակումբների սեփականատերերն ասում էին լեգիոները պետք է առնվազն 2-3 գլուխ ավելի բարձր լինի, բայց այդպես չէին վարվում, շատ թիմեր։ Հավաքականում էլ 2-3 գլուխ բարձր չեն։ Բարձր են, բայց ոչ այդքան։ Ֆուտբոլիստ։ Եթե խոսում ենք Էդուարդ Սպերցյանի մասին, ընդունում եմ ամբողջությամբ, իհարկե այսպիսի ֆուտբոլիստին չի կարելի չկանչել։ Իհարկե, եթե չլինեին խնդիրները, Մխիթարյանի պես ֆուտբոլիստը պարզապես չնայած Մխիթարյանին չենք կարող համարել դրսում կրթություն ստացած, նա այստեղ է ստացել կրթությունը, բայց չեմ ուզում առանձին անուններ իհարկե, բայց ֆուտբոլիստներ, որոնք գալիս են տարբեր երկրների միջակ առաջնություններից եւ այլն, ինչ որ եղանակ առանձնապես չեն փոխում հավաքականում։ Հիմա էլ ենք 1-9 հաշվով պարտվում, տեղացիներով էլ կպարտվենք 1-9։ Բայց արի մի բան հաշվի առնենք, որ իհարկե չեն կարող վստահ լինել ինչ կլինի 10 տարի հետո, բայց պետքա ինչ որ հույս լինի, ներքև պետք է նայել ու հասկանալ կարծիք այդ հույսը թե ոչ։ Ես վերջերս Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներից մեկի հետ էի խոսում եւ նա բերեց մի պարզ օրինակ, Ուրարտուի նման ակադեմիա ունեցող ակումբը 14, եթե չեմ սխալվում, 14-15 այդ տարիքային ֆուտբոլիստերի մեկ թիմ ունի։ Միգուցե սխալվում եմ տարիքը, բայց 14, 15, 16 մեկ թիմ ունի ընդամենը։ Նա ասում է 25 ֆուտբոլիստ ունի ընդամենը այդ տարիքի։ 25-ից միգուցե 5-ը մոտավորապես 5-6 ֆուտբոլիստ հասնի երիտասարդական հավաքական։ Դա առավելագույնը։ Նրանցից մեկը կարող է միանալ ազգային հավաքականին։ Այսինքն, եթե այդքան քիչ ռեսուրս ունենք մենք այս պահին, մենք ինչի վրա կարող ենք հույսներս դնել եւ ընդհանրապես մեր ազգը համախմբան ֆուտբոլային առումով գոնե խնդիր ունի։ Կոնկրետ այս պահին իհարկե։ Ես խոսում եմ 13-14 տարեկան խաղում պատկերը մեր առաջնության կողմն էր ավելի շատ, Արարատ Արմենիայի շատ ֆուտբոլիստներ, Ուրարտուի 2 ֆուտբոլիստներ խաղում, այսինքն կադրային խնդիրներից ելնելով այսպես էր ստացվել, բայց ես ասում եմ երկարամյա նախագիծ որպես, այսինքն հեռուն գնացող ծրագիր, եթե մենք հիմա սկսենք շեշտը դնել մեր խաղացողների վրա, մոտավորապես 10 տարի հետո նրանք ազգային հավաքականի մակարդակի խաղացողներ կլինեն, բայց այդ գործընթացը պետք է անել ճիշտ, ամբողջ ռեսուրսը ներդնել նրանց վրա, գումար դնել, որպեսզի այդ ֆուտբոլիստները ոչ թե 17-18 տարեկանում արդեն զգանք, որ շատ զիջում են, այլ արդեն լրջորեն թակեն ազգային հավաքականի դռները։ Դու բայց պատկերացնում ես, չէ, երբ գա նրանց պատանեկան հավաքական հրավիրվելու ժամանակը 17 վերստեն կամ 19 ու այդտեղ արդյունք չլինի, մենք արդեն սկսել ենք մտածել, որ սխալ ճանապարհով են գնացել։ Թող այնտեղ արդյունք չլինի, Արմեն, այնտեղ արդյունք չկա։ Այնտեղ արդյունք միևնույն է չկա եւ թող չլինի, ասացիս հիմնական գաղափարը գիտես որն է, որ այդ 17 տարեկանի հավաքականից 7-8 ֆուտբոլիստ միասին անցնի 19-ների, հետո 21-երի, հետո ազգային հավաքական։ Դե հիմա այդպես է։ Ինչպես եղավ 10 տարի, 15 տարի առաջ։ Դե հիմա նայիր, այդպես է։ Երիտասարդականից Շաղոյան, Սերոփյան, Նարեկ Աղասարյան, Էրիկ Փիլոյան ֆուտբոլիստներ են, որոնք միասին ճանապարհ են անցել եւ հիմա եկել են ազգային հավաքական։ Հիմա նայում ես երիտասարդական հավաքականին։ Բայց քո թվարկած ֆուտբոլիստներից միայն մեկն է, որ խաղում է իր դիրքում որպես հիմնական։ Դե բայց ազգային հավաքական հրավիրվող ֆուտբոլիստների մասին խաղում են, որովհետև չկան մյուսը։ Մենք խոսում ենք ազգային հավաքական հրավիրվող ֆուտբոլիստերի մասին։ Ոչ թե տեխնացու են նրանք, այլ նրանք եւ նրանց օգնեն դրսից 1, 2, 3 առավելագույն ուժեղ ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի մակարդակի։ Դա ինենք հիմա երիտասարդականին ինչ որ sense երազանքի պես բան եմ ասում միգուցե իրագործելի չէ, բայց հնարավոր է, չգիտեմ, տարբերակ է, փորձենք, եթե այսպես չի ստացվում, գոնե այնպես փորձենք։ Շատ լավ տարբերակ է, երբ նայում ենք 15 տարի առաջ ինչ էր, 14-13 տարի առաջ քո նշած կորիզը կար, նրանց միացել էին դրսից Յուրա Մովսիսյան, Արաս Օզբիլիս, Մարկոս Պիզելի ֆուտբոլիստներ էին, որոնք շատ բարձր մակարդակ ունեին եւ ֆուտբոլիստներ են Հայաստանի առաջնությունից, որոնք եւս շատ բարձր մակարդակ ունեին։ Հիմա եթե ինչու այդ թիմը չէր կարող դուրս գալ դաշտ եւ 9 գնդակ բաց թողներ։ Ինչու չէր կարող ընտրական մրցաշարի ընթացքում ընդամենը 3 գոլ խփել։ Այսինքն Դե բայց այդ թիմն էլ է շատ ծանր պարտություն կրել, լավ ամենադաժանը 14 թվականի մարտից գրած պարտություններ։ Հասկանում եմ, իհարկե լինում են այդպիսի պարտություններ բոլոր ժամանակներում։ Ես չեմ ասում, որ այդ ժամանակ Հայաստանի հավաքականը պետք է գնար եւ մասնակցեր Եվրոպայի առաջնությանը եւ այնտեղ։ Չնայած կարող էր։
կար որոշակի նայություն։ Ես նորից եմ ասում, միգուցե իրագործելի չէ այն, ինչ ես ասում եմ, բայց ինչ-որ բան, որ փոխել պետք է, սա տարբերակներից մեկն է, ես ասում եմ, հնարավոր է փորձենք եւ մի բան ստացվի։ Գոնե մեր ֆուտբոլիստների դրա համար պետք է որպեսզի ակումբները համանման ծրագրով շարժվեն առաջ, որպեսզի համախմբվածություն լինի նաև ակումբի ղեկավարների մոտ։ Դա կարծում գրեթե անհնար է։ Դե առնվազն 3 ֆուտբոլիստի օգտագործում են խաղի ընթացքում։ Դա պարտադիր պայման է, հայ ֆուտբոլիստ։ Ստիպված պայման է դա։ Դե արդեն ամեն ակումբից 3 ֆուտբոլիստի կարելի է նայել։ Նոային Օգնեն Չանչարևիչին է օգտագործում, Սերգեյ Մուրադյանը, որը Հայաստանում ֆուտբոլային կրթություն չի ստացել, եւ Գոր Մանվելյանը, որը եւս Հայաստանում ֆուտբոլային կրթություն չի ստացել։ Նոան բերեցիր մի օրինակ, մյուսները այդպես չէ։ 2-3 թիմ կա, որ շեշտը դնում է հայ ֆուտբոլիստների վրա։ Ուրարտու, Շիրակ, ԲԿՄ Նորից ասեմ, ռոմանտիկ տարբերակ է, բայց փորձել միգուցե կարելի է, չգիտեմ իրագործել ինչպես է հնարավոր, բայց ես որպես տարբերակ եմ առաջարկում։ Լսենք փորձագել։ Հայաստանում մեծ ասած ֆուտբոլիստները չունեն այն խաղամակարդակը, որը ունեն դրսից հրավիրված ֆուտբոլիստները։ Հակառակը կարելի է ասել, որ ստիպված է մարզիչը դիմում այդ քայլին, աշխարհի տարբեր հատվածներում փնտրելով եւ հայտնաբերելով հայերի, շատ հաճախ նաեւ այնպիսի հայերի, որ իրենք գաղափարել չունեն, որ իրենք հայ են, եւ նրանց համոզում են, որպեսզի համալրեն Հայաստանի ազգային հավաքականը։ Լավ կյանքից չի դա, բավական է նայել նաեւ մեր առաջնության հիմնական թիմերի կազմը եւ կհամոզվենք, որ մրցակցություն հայ ֆուտբոլիստները առաջնությունում հանդես եկող չեն կարողանում օտարերկրացիներին կազմել, էլ ինչի մասին է խոսքը ընդհանրապես։ Այսօրվա օրոք չկան Հայաստանում այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք կարողանան մրցել Սպերցյանի, Թիկնիզյանի եւ մեր մի քանի այլ լեգիոներների հետ։ Ավելի շատ պետք է աշխատանք տարվի հենց այդ հրավիրյալների հետ, որպեսզի նրանք ընկալեն մարտական ոգին եւ իրենց չխնայեն։ Չնայած ես նման խնդիր չեմ տեսնում, որովհետեւ մինչեւ վերջ բոլորն էլ պայքարում են։ Ազգային հավաքականի հաջորդ պաշտոնական հանդիպանը դեռ շատ ենք սպասելու եւ տա Աստված, որ մոտ ապագայում Հայաստանում աճած ֆուտբոլիստները կազմեն մեր ընտրանուկ օրիզը։ Կհանդիպենք մեկ շաբաթից նույն տաղավարում։ Ladies and gentlemen, welcome to the event of the evening. In the red corner, we have the football analyst with sharp insights and expert analysis, Edward Kalantarian. And in the blue corner, please welcome the brilliant and passionate football expert, Armen